բան չի լինի, տանջում ես, բան գլուխ չի գալիս, բան չես կարող հիշես։ Ամենակարևորը հիշես ում հետ ես եղել վիճում։ Արա որ ինչ-որ մեկի հետ եղած լինեի, ձեզ կասեի։ Ինչ ունեմ ձեզնից թաքցնելու։ Հալա պես մի բարկացի է։ Ֆրիկ ասում եմ կարող է հետս մի բան է ինչի հիշողության հետ պրոբլեմ ունեմ, որ չեմ հիշում իմ հետ ինչ է կատարվում։ Վնուշկեքի մեջ ես մի քիչ։ Անեսի հակի։ Ըմք տրամադրությունը բարձրանա։ Էդ ինչ է։ Այն թանկանոց խանութներից քո համար ենք շորիկներ առել։ Քավոր ասեց քո համար էլ առնենք, որ ետ չմնաս մեզնից էլ։ Ֆրիկ ինձ շորեր քեզնից պետք չի։ Իմ շորերը ինձ լրի վերիքը։ Որա քո գլխի հետ իսկականից մի բան է, չգիտես։ Լիլի։ Այդ է կակրով, Լիլին էլ քեզ կհանգստացնի։ Վիտուս ոնց ես։ Լավ եմ, դու ոնց ես։ Նոր բան չհիշեցիր։ Չէ, ու այդ հարցով էլ ինձ չզանգես։ Ալո։ Արա զզվզրիկ ոնց որ ինա դու անեք։ Կարամ խոսեմ թե շատ ես բարկացած։ Քո խելքի մեկը զանգել էր։ Զանգել էր իմանալ նորություն կա թե չէ։ Իբր բանություն շատ կար, նորություն ես ուզում։ Հիմա չես փորձում ես։ Չէ։ Արա դավոն կնեղանա, կեսի շատ ինքն անդրեք քո համար իր ճաշակով է։ Այ միջելուց դավոն ուր է։ Այդ երախուն լրիվ բոշա է սարքել։ Թողել եմ տղեկի մոտ, այսինքն ինքը ուզես որ թողեմ։ Իրան չի կորստում էլի, որտեղ են գնում ընկերություն է գտնում։ Մեկ նենց եմ ուզում ես Վիտուսին ծեծեմ։ Ագնես, ինձ սպառնում են։ Ով։ Այդ համարցակն ապաստակ կարպիչ է։ Կարպիչ է։ Ինչի համար։ Գիտես Ագնես, ես գնալով համոզվում եմ, որ կարպիչի նախահայրերը առաջացել են ոչ թե կապիկից, այլ կովից, շատ ուշ է հասկանում։ Բայց դու մի անհանգստացիր, ես էլ իրեն եմ սպառնում։ Այ դա ուրիշ հարց։ Լավ մի րոպե։ Սազումա չէ, ինչպես է։ Հրաշալի, դու գեղեցկուհի ես այս կեստի մեջ Ագնես։ Այ դու կարպիչ, այ դու ծերացած կապիկ։ Հիմա ինքդ քեզ տանջում ես ու մտածում ես ոնց ինձ վերացնել տաս, որ աշխատանքդ մաքուր դիտվի։ Այ դու պառաված ձի։ Ֆիլիպ։ Եվ ում համար ես այսպես տեսակ սարդարվում։ Միանշանակ ոչ կարպիչի։ Եթե ես մահանամ Ագնես, իմացիր, որ կարպիչն է դա արել։ Փաստորեն դուք այդ տեսակ ծանր խաղի մեջ եք մտել, հա։
Այո, նա կեղտոտ խաղ է սկսել։ Լսի, այդ ինչով ես կարպիչին այդպես զայրացրել, որ ուզում ա քեզ վերացնի, հա? Եթե միայն իմանայիր, Ագնես։ Ես քեզ համակ ուշադրությամբ լսում եմ, Ֆիլիպ։ Խոստանում եմ, դա գաղտնիք կլինի։ Ոչ այստեղ։ Գիտես ինչ եմ մտածում։ Բայց քեզ հետ գտնվելը վտանգավոր է, Ֆիլիպ։ Ինչ իմանանք կարպիչը երբ կորոշի քո կյանքին վերջ նշանակել, հա? Գիտես, Ագնես, կարպիչը երբեք ոչ մեկի չի հարգել։ Միայն ինքն իրեն է սիրել։ Բայց ոչինչ, ես կպատրեմ նրա դիմակը և ցույց կտամ, թե իրականում ով է նա։ Նա իմը շատ զայրացած է։ Դուրը չի եկել, որ հանդիպել եմ որդուդ և պատմել եմ իր պապայի ստեղծագործությունների մասին։ Հավատա, ես իրոք ուզում եմ լեզու գտնել որդուդ հետ։ Ինչ ես այդպես նայում։ Ես էլ այնպես ոչինչ այդ ուղին եմ բռնել։ Լսի, մի քանի օր առաջ մենք իրար հետ հանդիպեցինք։ Խմեցինք իրար հետ։ Կարելի է ասել, հարբեցինք իրար հետ։ Ախայ դու ես նրան խմացրել։ Իսկ ես էլ ջղայնացել էի նրա վրա ու այդ կարշելի պահվածքի վրա տհաճ բառեր էր ասում։ Այն էլ որտեղ։ Այդ երկերեսանի կարպիչի տան անդամների առաջ։ Ես երևի իմ գնումները արագացնեմ։ Մենք շատ բան ունենք իրար հետ խոսելու։ Դու ինչ շատ բան ունես պատմելու, Ֆիլիպ։ Այստեղ ամեն բան այնքան շքեղ է, որ ուղղակի կարելի է շփոթվել։ Դրա համար էլ խեղճ քույրիկս չի կողմնորոշվում։ Համեցիր։ Սա էլ իմ հայրական տունը։ Իսկ ինձ ինչի ես այստեղ կանչել։ Կամ ընդհանրապես ինչի ես ինձ հիշել։ Ուզում եմ, որ իմանաս իմ պատմությունը։ Ուզում եմ, որ իմանաս ու հասկանաս, թե ինչի եմ ես այսպիսին։ Գիտես, ինձ մի անգամ արդեն վաղտ վիճակվել է լսել։ Երկրորդ անգամ չեմ ուզում։ Դե չեմ ասում լսես ներելու նպատակով։ Ուղղակի ուզում եմ, որ լսես։ Իսկ ինչի ես քեզ նեղություն տալիս։ Ինչի քեզ համար մեկ չի, թե ես ինչ կմտածեմ։ Փաստորեն մեկ չի։ Շատ լավն էր։ Մնում մի հատ էլ գրկախ առնվես, սիրո խոստովանություն անես, ու քո հին հարևաններից մեկը մի հատ էլ հնդկական երաժշտություն ապահովի ու վերջ։ Լրիվ այդ վիճակն է։ Սպասիր։ Մի անգամ Ագնեսը եկել էր ինձ հոգեբուժարանում այցելության։ Մենակ չէր, Ֆիլիպն էր նրան ուղեկցում։ Գիտես, այդ հանդիպումից ես ոչինչ չհասկացա, բայց դրանից հետո, երբ որ Ֆիլիպը մենակ էր գալիս, առանց Ագնեսի ուղեկցության, նա ամեն ինչ արեց, որպեսզի ես կարողանամ նրան տեղը բերել։ Հոգեբուժարանիդ հասցեն ափսոս, որ ինձ շատ ուշ հասավ, թե չէ ես էլ կգայի քեզ մոտ ու կհիշեցնեի, որ ոչ վաղ անցյալում հորս հետ ես ամուսնացած եղել ու ինձ պես ոչ բարով աղջիկ ես ունեցել։
Իմ սնունդս, հացն ու ջուրս միայն վրեժի ցանկությունն է եղել։ Ես միայն դա էի գիտակցում, ինձ ոչինչ չէր հետաքրքրում։ Ես գլխիցս հանել էի, թե քեզ, թե Տանոյիս։ Անզեն աչքով էլ կարելի է տեսնել, որ դու սիրում ես Տանոյին, իսկ ինձ ոչ։ Ես քեզ։ Ես քո կյանքում չեմ էլ եղել, ու պետք չի արդարացումներ փնտրել, որովհետև այդպես ավելի կընկնես իմ աչքից։ Դու Տանոյին սիրում ես, որովհետև նրա հորն ես սիրում, ու աննորմալի պես այսքան ժամանակ միայն վրեժի ցանկությամբ ես ապրել։ Որովհետև մինչև հիմա սիրում ես Տանոյի հորը։ Դա այդպես չի։ Ճիշտ է, ես քո տարիքը չունեմ, բայց կյանքի լավ փորձ ունեմ, ու կարողանում եմ դեպքերի ճիշտ հաջորդականությունը տեսնել։ Ես հորդ շնորհակալ էի կյանքս փրկելու համար։ Բայց ավելի ինձ սпасել չէր կարելի, քանի որ սիրել հորս քո ծրագրերի մեջ չէր մտնում։ Ու դու նրան միայն օգտագործել ես։ Այդպես մի ասա։ Իսկ իմ գոյությունը դու ծնվածս օրվանից ես ջնջել։ Ու հիմա ինչ-որ բաներ խոսելը ուղղակի կեղծ է։ Ես Տանոյին փորձում եմ մայրություն անել, մոտ լինել։ Բայց նա թույլ չի տալիս։ Ամոթ Տանոյին, որ քեզ հետ այդքան վատավարվում։ 1000 ամոթ Տանոյին։ Ես կարող եմ քեզ էլ մոտ լինել։ Ինչի համար։ Դու նախորդ անգամ շատ པարզ ասացիր, որ իմ հանդեպ ոչինչ չես զգում։ Իհարկե ես ունեմ զգացմունքներ, Լիլի։ Ուղղակի ինձ շատ դժվար է արտահայտել այդ ամեն ինչը։ Իսկ դու քեզ նեղություն մի տուր։ Ես արդեն դուրս եմ եկել այն տարիքից, որ մամայի ներկայությունը խիստ կարևոր է։ Չեմ ասում մայր ու աղջիկ խաղանք։ Ես քո աղջիկը չեմ։ Դու էլ իմ մայրը չես։ Ինձ էլ չզանգես։ Սրանք էլ թող մնա քեզ նվեր ինձնից։ Քարի կտոր լինի, ոչ թե մարդ։ Չհասկացա, բայց Ֆիլիպն ուրա։ Ֆիլիպն ուրա։ Вообще չել հետաքրքրում, թե Ֆիլիպն ընդհանրապես ուրա, ու դրա անունը ինձ մոտ էլ չտաս, Ֆիլիպն ուրա։ Չգիտեմ, ախպեր, ես էլ Ֆիլիպի հետ այն հին հարաբերությունները չեն։ Նա էլ տենց կոպես զարգացավ ու թռավ։ Ու հետո չեմ հասկանում, Ֆիլիպն ինչի տա պետք։ Ոնց ինչի սա պետք։ Ինձ պետք է որ բոլոր բաժնետերերը ներկա լինեն։ Ցավը տանեմ, չգիտեմ, ինձ ասեցիր արի։ Ես խելոք երեխու պես հելու հնազանդ հել եկել եմ։ Հիմա թե Ֆիլիպն ուրա։ Կարպիչ։ Բաժնետերերի կազմում փոփոխություն է լինելու։ Ես կարող եմ իմանալ ինչ փոփոխություն։ Այո, կարող ես։ Ես իմ բաժնե մասը տալիս եմ Տանոյին, այսինքն գրում եմ Տանոյի անունով։ Հանգիստ մի հոսի, լսի մինչև վերջ, բայց Տանոն չպետք է իմանա այդ մասին։ Քանի տոկոսն ես տալիս Տանոյին։ Դու չես լսում ինչ եմ ասում։ Ասում եմ իմ բաժնե մասն եմ տալիս, այն որը որ Սպարտակինն է մնում է Սպարտակից։ Այսինքն սրանից հետո գործի գլուխ Տանոնա կանգնում։ Ну ты даешь. Юрик. Դու այն վիճակում ես, որ գինին հակացուցված է քեզ, ճնշումդ կարող է բարձրանալ։ Ու դու այսքանից հետո դեռ կատակում ես, հա? Ինչից հետո, Ագնես։ Ֆիլիպ, ախր դու Կարպիչից լավը չես, է? Դու նրա հանցակիցն ես։ Ոչ, սկալվում ես։ Իմ մտքով անգամ չեր անցնի։
թալանել բալայաններին, առավել ևս սպանել Յուրիի մայրիկին։ Ախր դու ինչի հիման վրա ես սպառնում Կարպիչին։ Նույն բանն էլ նա կարող է անել, չէ՞։ Յուրին շատ լավ գիտի, թե մեր միջից ով կարող էր ձեռքերը արյունոտել։ Եվ հետո ես միայն ուղեկցել եմ Կարպիչին։ Ես նախաձեռնող չեմ եղել։ Ու այդ ժամանակ ես տակավին երիտասարդ էի։ Այդ ժամանակ դու տակավին երիտասարդ էիր, հա։ Վայ, Ֆիլիպ։ Իսկ դու գիտես, որ այդ տակավին երիտասարդ լինելը քեզ չի փրկի։ Յուրին մի կախաղան էլ քեզ համար կպատրաստի Կարպիչի կողքին։ Ես Յուրիի առաջ այնպիսի պայման կդնեմ, որ նա ինձ ձեռք չի տա։ Իսկ այ Կարպիչին կխուշուտի։ Չէ, Ֆիլիպ, անլուրջ է։ Շատ անլուրջ է։ Մի րոպե։ Դու ուրիշ մտադրություն ունես, հա։ Դու քեզ ապահովագրել ես, դրա համար էլ հիմա այդպես համարձակ խոսում ես։ Խելամիտ կին ես։ Ես սիրոք միանգամայն լուրջ մտադրություններ ունեմ։ Իսկ այ Կարպիչը խոզի նման խրխրացնելով, ձեռքերը օդում թափահարելով ինձ ուղարկում էր Յուրիի մոտ, մտածելով, որ ես չեմ խոսի։ Եթե նա այդպես է մտածում, նշանակում է քեզ մինչև վերջ չի ճանաչում։ Այ հիմա դու ինձ լրիվ հասկացար։ Բայց այն ինչ քեզ ասվեց, ոչ ոք չպետք է իմանա։ Հույս ունեմ, խոհեմություն կցուցաբերես։ Կարող ես հանգիստ լինել, բայց մի էսպիսի դիտարկում։ Իսկ եթե հանկարծ Կարպիչը որոշի քեզնից առաջ անցնել ու քեզ իրոք վերացնի։ Առաջնորդվելով չկա մարդ, չկա խնդիր, սկզբունքով։ Գուցե եւ ցանկանա։ Բայց ես առաջվա Ֆիլիպը չեմ, Ագնես։ Ես հիմա լրիվ ուրիշ կյանքով եմ ապրում։ Ռիսկի չափաբաժիններն եմ ավելացրել ու հավատա, որ այդպես ապրելը ավելի հետաքրքիր է։ Գիտես ինչ, ուղղակի դու ֆրիկից չպիտի խառնեիր այդ ձեր արյունոտ պատմությանը։ Ես ընդամենը իրեն իրազեկել եմ։ Ցանկանալով բացել նրա աչքերը եւ ցույց տալ, թե ով է իրականում բարերար Կարպիչը։ Եվ ինչ, դա նրան օգնեց, Ֆիլիպ, հա։ Նա իր վերաբերմունքը Կարպիչի նկատմամբ փոխեց։ Կարպիչը անչափ զայրացած էր, երբ ինձ հանդիպեց, իսկ եթե Ֆրիկը նրան շշպռած չլիներ, նա այդքան գազազած չէր լինի։ Չգիտեմ, բայց այս ամենից ես լավ հոտ չեմ առնում։ Ես ձեր երկուսի կյանքի համար էլ անհանգստանում եմ, թե քո, թե Ֆրիկի։ Եվ ինչի համար որոշեցիք այսքան տարի հետո վերհանել այդ ձեր ստորությունները։ Մեկը լինի հարցնի ինչի դա պետք, հա։ Արդարությունը վերականգնելու համար երբեք ուշ չէ, քույրիկս։ Ամեն մարդ պետք է պատասխան տա իր արարքների համար։ Որպեսզի թյուրիմացություններից խուսափենք, Յուրիկ ջան, աղբերս որ դու ես, արի կլինի մի անգամ էլ ասա, որ ես ճիշտ հասկանամ, թե որ հավատաս։ Ցավը տանել սիրում եմ էլի քո տենց դուս խոսալը, հա աղբեր, որ հավատամ անկեղծորեն, եթե կուզես իմանալ, որովհետև այն ինչ ասեցիր, մի քիչ զոռ է հավատալ։
Կրկնում եմ, տանոն կստանա իմ բաժնե տոմսերը։ Ես այդ գործում էլ չեմ լինի։ Պարզ արտահայտվեցի։ Բայց միայն փաստաթղթային առումով։ Իսկ այնց ես միշտ կլնեմ գործի գլուխ։ Ոնց Յուրիկ ջան, ցավը տանեմ, դու ինչ որ մի տեսակ խառն ես խոսում։ Չեմ հասկանում, կարող է արդեն բանա տանոյի հետ բարիշել ես ու խոստացել ես իրանից գործարար սարքել։ Դա դու ես իրան գործարար սարքում։ Իսկ ես նրան փողով հնարավորություն եմ տալիս։ Որ դու հրաժարվես քո միլիոններից ու են էլ հանուն տանոյի, հավատս չի գալիս։ Ես քեզ չեմ ասում, որ հավատաս կամ չհավատաս։ Այս մասին տանոն չպետք է իմանա։ Ինչի՞։ Ես եմ այդպես ուզում։ Ամել տանոն ինչքան ուշ իմանա, այնքան քո համար է լավ լինելու։ Դու ես շահելու մեջտեղը։ Քո այդ բարի կերպարը երկար է ապրելու։ Ես սխալվեցի, ախպեր։ Ես սխալվեցի։ Դուք իրականում չեք բարիշել։ Բայց մալաձեց քեզ ցավը տանեմ։ Հա, պապայի գերեզման մալաձեց։ Ուզում ես մի բան արած լինես այդ երեխու համար էլի, ուզում ես նենց մեղքերդ քավես ինչ-որ կերպ։ Կարպիտ ջան, արի կլինի դու քեզ մի տանջի ու իմ քայլերի դրդապատճառները մի փորձի հասկանալ։ Դե եթե բալայանների ունեցած 50%-ը անցնում է տանոյին, Կարպիչ, 30, որովհետև մնացած 20-ը Սպարտակինս է։ հա, 20-ը Սպարտակինն է, 30-ը տանոյինը, մալաձես ցավը տանեմ, շատ հավասար կիսել ես տղերքիդ միջև, բայց արդյոք Սպարտակը քեզ կների։ Կարպիչ, քիթդ մի մցր ուրիշի գործերի մեջ։ Միայն իմացիր, որ այն ինչ ինձ է պատկանում, այսինքն բաժնե տոմսերի 30% անցնում է տանոյին, իսկ Սպարտակը մնում է իր 20%-ի վրա։ Հալալա քեզ Յուրիկ ջան, հալալա ցավը տանեմ, այս անգամ արդար ես վարվել, ապրես, հավասար կիսել ես երեխեքի, հավասարը ո՞րն է, մի բան էլ ավելի ես տվել տանոյին, այսինքն ինչ մի բան, այմար 10%, իսկ 10%-ը միլիոնների հարց է, ապրես ցավը տանեմ։ Լսի, անիմաց շատ ես խոսում։ Ես քո պարապ ժամանակը չունեմ։ Բայց տանոն են տղեն է, ասեմ քեզ Յուրիկ ջան, տանոն են տղեն է, որ արժի իր համար ամեն ինչ անել, ապրես դու, ապրես, տանոն շատ դաժան օրեր է անցկացրել ու հիմա դու ինչ-որ կերպ փորձում ես մի խոսքով ապրես ցավը տանեմ, տանոյին հալալ է, երդվում եմ, ես շատ ուրախ եմ տանոյիս համար։ Կարպիչ, իսկ ինձ ինչի է թվում, որ քո համապատասխան տեղը նենց լավ մրմռում է։ Որը։ Լավ հասկացար։ Հա։ Լիլջան, շատ եմ հուսահատված։ Չգիտեմ Ժակլինի հետ էլ ոնց վարվեմ։ Ես Արտուրին շատ եմ հարգում, շատ եմ պաշտում, որպես իմ երեխայի հայր, բայց ոչ ավելին։ Չգիտեմ երեխուն ոնց բացատրեմ, որ ես չեմ կարող իրեն հետ ընտանիք կազմել։ Ինչ անեմ, չգիտեմ։ Լավ Լիլջան, մի քիչ ուշ կզանգեմ, մամա ինձ բարևի։ Ես էլ քեզ չեմ ստիպի, որ դու պապային սիրես։ Ժակլին, ես հասկանում եմ, որ ամեն երեխա երազում է, որ իրեն ծնողները միասին լինեն, բայց մեզ մոտ դա հնարավոր չի։ Ես ու պապան շատ լավ բարեկամներ ենք, դրանից ոչ ավել։ Բայց ես էլ քեզ բան չեմ ասի։ Ախր ես չեմ ուզում քո սիրտը կոտրել։ Երբ որ երեքով ենք, այնքան լավ է լինում ու ուրախ անցնում ժամանակը։ Հա, ճիշտ ես ասում։ Արտուրը կարողանում է նենց անել, որ ամեն ինչը շատ լավ լինի։ Ուր ես գնում։ Զանգեմ պապային։ Ժակլին, բալես մի նեղացի։ Չեմ նեղացել, մամ։ Հաստատ։ Միգուցե Սիմայի ու Արտուրի բաժանումը իմ մեջ խորը մեղքի զգացում է առաջացրել,
որն էլ ստիպում է ինձ Արտուրին մոտ չթողնել։ Համոզված լինել, որ զգացմունք չկա։ Ես էլ ինձնից բան չեմ հասկանում։ Իմ ինչին էր պետք է երեխան։ Նա ինձ չօգնեց հասնել Սպարտակին։ Ավելորդ տեղը ձեռքս ու ոտքս կապեցի։ Դառնալու եմ միայնակ մայր։ Նստեմ տունը։ Իսկ ես ջահել եմ, գեղեցիկ, առանց երեխու էլ կգտնեի մեկին, ում հետ կյանքը կվայելեի։ Ինչ լավ կլիներ, եթե հնարավորություն լիներ ուղեղից ջնջել են ամենը, ինչը քեզ խանգարում է ապրել։ Չեմ կարողանա ես Սպարտակի հետ ապրել ու նրա հետ անկեղծ չլինել, բայց հորս էլ ցավ պատճառել չեմ ուզում, չնայած որ ինքը շատ էր ինձ ցավեցրել։ Հայրս էլ երես թեքեց, էլ առաջվա պես երես չի տալիս, փող էլ կարգին չի տալիս, ես էլ դարձել եմ անհավես մեկը։ Փաստորեն մեր ճաշակները ոչ միայն տղամարդկանց հարցում է համընկնում, հա? Նաև զբոսանքի վայրերն էլ են նույնը։ Տես, իմ ու Սպարտակի փոքրիկն էլ մեծանում է։ Մենք արագ տեմպերով մեծանում ենք, որ մեր պապային դիմավորենք ազատության մեջ։ Աղջիկը ոնց կարա քեզ նման զզվելի ու չար լինել։ Ես ոչ չար եմ, ոչ էլ զզվելի։ Կարող ես Սպարտակից հարցնել։ Մենք ավելի քան մոտ ենք եղել։ Փաստորեն, ինչ որ մեկի հետ քնելը քեզ համար մտերմություն է։ Քեզ հետ անիմաստ է խոսելը, որովհետև մարդ իրեն է ցածրացնում, դարձնում քեզ նման արժեզրկված։ Որ դու Սպարտակի օրինական կինն ես, քեզ թվում է դու ինձանից առավել ես, ինձանից լավն ես։ Ոչ, սիրունիկ, չկա նման բան։ Դու երևի չես կարդացել, չես լսել այն դեպքերի մասին, թե ոնց են հզոր մարդիկ թողում իրենց ընտանիքը, իրենց օրինական կանանց, իրենց երեխաներին, միայն նրա համար, որ գնան իրենց սիրելիի մոտ։ Ու դու այդ հույսերով ես ապրում։ Նրանք մեռել են իրենց սիրուհիների համար։ Դու ուղղակի քեզ շատ ես ներշնչել ու հայտնվել ես օթերում։ Այնպես որ լավ կանես հայտնվես երկիր ու հասկանաս, որ Սպարտակը ուղղակի հյուր էր քո կյանքում։ 5 րոպեով հյուրընկալվեց ու գնաց, չվերադառնալու հստակ որոշմամբ։ Ինչ ունես դու, որ ես չունեմ։ Դու չես կարող հերքել, որ ես էլ եմ գեղեցիկ, որ ես էլ եմ Սպարտակին զավակ պարգևելու։ Դու մոռանում ես մի շատ կարևոր ու մեծ բան, որ ես Սպարտակի սերն ունեմ։ Ու դու 1000 կյանք էլ ունենաս, 1000 երեխա էլ ունենաս, չես կարողանա այն ձեռք բերել։ Դու ուզում ես, որ այս երեխան լուսաշխարհ չկա։ Ուզում ես գլուխս ուտես, հա? Երեխա ես ունենալու։ Երեխայիդ մասին մտածիր, ոչ թե ուրիշի ամուսնուն գողանալու ծրագրեր մշակի։ Այդ ուրիշի ամուսինը այս երեխու հայրն է, եւ խնդրում եմ փոխանցել իրեն, որ մենք հեշտ տղիություն չենք տանում։ Նրա ներկայությունը մեզ շատ անհրաժեշտ է, եւ թող շատ շուտ ազատություն ձեռք բերի։ Երեխան, որ ծնվեց, Սպարտակը իմ հետ պետք է լինի։ Սուտ է։ Ես այսքան ուժեղ չեմ։ Այս ցավը մինչև կյանքիս վերջին կուղեկցի։ Յուրիկն այնց բան ասեց, որ մտածմունքից այսօր չմեռնեմ լավ է։ Հավատս չի գալիս, որ Յուրիկը հենց նենց տանոյին կտար իր միլիոնները, այսինքն եթե դա անի, տանոն կունենա 30% ու կհավասարվի ինձ։ Ընդեղ կմնա հոգնած սպոն իրա 20%-ով ու մեկ էլ են Ֆիլիպը իրա 20%-ով։ Այս վիճակն ինձ ինչքանով է ձեռնտու։ Իր
իրականում տանոն լավ էլ խելք ունի ու ցանկության դեպքում կարա բիզնեսից գլուխ խանի։ Եթե տանոն իմանա Յուրիկն ինչ արել, կարող է իմ թևի տակից փախնի, ինչն ինձ պետք չի, բայց վաղ թե ուշ կիմանա այդ մասին։ Սպարտակ Բալայանն էլ կուլ չի տա տանոյի 30%-ը ու առհասարակ տանոյին չի հանդուրժի։ Հորն էլ չեմ իմանում, թե ինչ կանի, գրողի ծոցը, որ հաստատ կուղարկի։ Ոնց եմ նեղվում, որ ինֆորմացիային լիարժեք չեմ տիրապետում։ Ես Յուրիկի բարության տակ թաքնված մի բան կա, տեսնես ինչ եմ մտածել, Մարդս ինչի ասես դիմանում է, ինչ ասես քաշում է, բողպատ ենք, բողպատ։ Պապի ջան, բալես Մաքսոյից բերեիր, մի քիչ գրկեի սիրեի հանգստանայի էլի, չքան էլ վատ եմ ըլլում թորներիս, որ գրկում եմ հանգստանում եմ։ Բայց քնածը արթնացնեմ։ Որ արթնացնես, այ բալաջան, մեղկա թող քնի երեխ։ Հոգնած ես։ Եթե մենակ հոգնածությունը լիներ, պապի։ Բաբի ջան, իմ անուշ աղջիկ, միշիս ասիր, որ առողջական խնդիրներ դու չունես։ Ասել եմ։ Այ դու ապրես։ Հեն ազիզ, դե, ձեզ տեսնեմ, գործի անցեք։ Մենակ չսկսես, այն անգամ բադու հետ բանն ասիր, այդ անգամ բադու հետ բանն ասիր, չկա, հիմա ինչ ասել եմ, մոռացի։ Մակարող մարդ եմ, ցավը տանեմ, տրամադրություն եմ ունեցել, մի անիմաստ բան ասել եմ, էլի։ Բաբի ջան, լլեսի նախշունես, են խոհանոցում արևած աղիք կա, բեժ նյարդերս լարված են, կհանգստացնի բալքի։ Հա, հիմա կբերեմ։ Լավ երեխա է, շատ լավ երեխա է, հալու հնազան ծառայում է իրա համար։ Ուրա, մի երեխա էլ բերեր, լրիվ սրտովս կլներ։ Բայց տեսնես ես իսկական նյարդերը հանգստացնում է։ Վայ, դու սուրբ ես, աղջի։ Հա, սուրբերը շատացել են մարդկանց մեջ։ Հա, շատացել են, ամենայն դեպս հոգուսդ մի խաղա, որ սուրբ չլնեիր, չեր զգա, որ ես այսքան քո կարիքը հիմա ունեմ, Մոնոջան։ Ճիշտն ասա, կարոտել էիր ինձ վարդ։ Հա, աղջի, կարոտել եմ, ասի, կարոտել Մոնոջան։ Քան բան ունեմ քեզ պատմելու, սրտի սեղած ուզում եմ դատարկեմ, այնքան տխուր։ Յա, աղջիկա։ Հələ տես ինչ թանկյուր ունենք։ Բարև ձեզ։ Բարև բաբի ջան, ոնց ես ազիզ ջան։ Լավ է, մերսի, դուք ոնց եք։ Լավ։ Հələ դու թրմիած սուրճ դիր, սուրճի սեղանի շուրջ էլ կքննարկենք, լավ ենք, վատ ենք, ամեն ինչ էլ կխոսենք։ Բաբի ջան։ Հա ջան։ Բալիկ ջան, դու ես տանում, ազիզ ջան։ Վայ, մոռացա։ Էդ գիտես ինչից է, որ մտքերով էլի մասածների հետ ես, էլի։ Մտածում ես, հեսա, ոնց պիտի անեք, որ դու յոմիշս մեզ մի հատ լավ, ուրախացնեք, էլի։ Իմ ու ջանուրես հույսերն էլ արդարացնեք, հա բալես, դե թրի։ Իբր ես ինչ ասեցիր վարդ։ Արի նստի հլազիս։ Ինքը շատ լավ գիտի ես ինչ եմ ասում, ինքը ինձ հասկացավ, փորձեմ։ Հա, փորձել եմ, բայց դու են ասա, ոնց ես, Էմիլիս ոնց է։ Որ չամա չեմ,
լաց կլինի։ Ֆրիկ հեռախոսը տուր Դավոյին։ Բաբի ջան, բայց դա ներկապային հնարավոր չէ։ Ֆրիկ արի դու ինձ մի բարկացրու։ Հերիք չէ că երեխուն տարել ես, մի հատ էլ չես զանգում, որ ես իմանամ այդ երեխան ոնց է ու ինչ է անում։ Ես էլ զանգում եմ, որ զանգերս ես պատասխանում կամ էլ, չգիտեմ, չես կարողանում հեռախոսը փոխանցես երեխուն։ Բաբի ջան, դա նրանից է, որ Դավոն զբաղված է, մտել է նոր շրջապատ, նոր ինչ-որ ընկերներ ունի։ Հասկանում ես։ Երեխուն բեր ինձ մոտ, որ կարողանա նորմալ դպրոց գնա։ Համ էլ արձակուրդը արդեն ավարտվել է։ Բաբի ջան, ախր մինչև դու դպրոցի դարդն ես, մենք ստեղ մեռանք, թազուկ սաղացանք։ Ինչ ա եղել։ Ոնց վիդեոկներ կորել, բաբի։ Թերթերով էլ հայտարարություն էինք տալի, արտակարգ դրություն էինք հայտարարել, իմացել ես вообще։ Ֆրիկ կատակ ես անում։ Կորել էր։ Չգիտեինք որտեղ է։ Հետո որ գտանք, չէր իմանում որտեղ է եղել, ինչ արել այդ ընթացքում։ Ֆրիկ։ Լսի բաբի, եթե չես հավատում, կարա զանգես Տանոյին, կամ հենց իրան վիդեոկին կարա զանգես, կամ դաժե Լիլիին կարա զանգես, զանգի հարցրա էլի։ Այդ տղա սպասի մի հատ բան ասեմ։ Հիշում ես էլի է տենց բան եղել Վիտուսի հետ։ Երբ։ Չես հիշում դեռ փոքր էին գերեզմաներում մի ամբողջ օր ընկած Վիտուս էինք ման գալիս։ Հետո հայտնվեց ու ասեց, որ բան չի հիշում, ուրա ինչ ա եղել։ Չել հիշեցիր բաբի։ Գնա։ Ամեն անգամ ես ինձ խոսք եմ տալիս մոտդ չգալ։ Փաստաբանն ինձ ասաց, որ Թող քեզ համար вообще մեկ ալնի իր ասածը, որովհետև դու իմ կյանքում չկաս։ մտածում էի հանդարտվել ես, բայց չէ, ավելի գազան ես դարձել։ Բայց իմացար, հյուր ունեի, տղետ էր եկեն, Տանո Բալայանը։ Չհասկաց այդ ոնց է եկել։ Այդ ոնց է ներս մտել։ Ես ինչա պրախadնոյ դվոր, հա? Ով հասնի, երբ հասնի, կգաս տեղ կմտնի։ Մի հուզվի, մի ջղայնացի, ստեղ դու արխային օրենքը լավ գործում է, բայց չենք խոսում Բալայան ընտանիքի մասին։ Բալայանն ըստ է պատածակում, դե երևի ինքն էլ եկել է, Բալայան ազգոնը տվել է, իրան էլ ներս է թողել, հենց որ вообще մի անհանգստացի։ Ոչինչ։ Ես դրանով կզբաղվեմ։ Հա, զբաղվիր, որովհետև եթե մի անգամ էլ գամատնից թե կարող եմ մորթեմ իրան։ Չնայած մենք իրան խոսք ենք տվել, որ մենք դուրսը պետք է հանդիպենք, մենք անհամբեր սպասում ենք այդ օրվանը։ Այդ տենց սպասելով էլ կմնանք։ Ես ձեր երկուսին վտարելու եմ տարբեր երկրներ։ Հերիք է բավական արդեն երկուսն էլ գլխից եք նստել։ Իրան ուղարկի Լոնդոն բան, թող գնա այնտեղ սովորի, որովհետև Հակու կապին համապատասխան ուսում է պետք։ Իմիջիալոց ասեմ, որ նրա հովանավորը աներ պապատա, ինչպես նաև Հակու կապի հովանավորն է։ Ես ոչ մի տեսակ պապա չունեմ։